Հալելույա։ Այսօր մի բանի մասին խոսալու ենք, որը շատ կարևոր է Աստծուց զորություն ստանալու համար։ Այսօր խոսալու ենք մի բանի մասին, եթե դու տենց չապրես, չես զորանա, չես ուժեղանա։ Գիտեք, գալով Աստծուն, որ մենք ապաշխարում ենք սիրելիներ, աշխարհային արժեքները պակասելու է, Աստվածայինը բարձրանա։ Ամեն։ Աստված շատ անգամ ասում է, բայց մենք չենք հասկանում։ Մեկը մենք մեր ձև ունենք, ամենքս մեր պապենական բնավորություն ունենք, մեկը վրասկոտ ընտանիքից է, մեկը կռվարար է, մեկը վախկոցած է, մեկը խռովկան է, ու տենց ամեն մեկս, բայց գալով Աստծուն ոչ պիտի խռովկան մնանք, ոչ պիտի կռվարար մնանք, ոչ պիտի անհանգիստ ու լալված մնանք, այլ Աստծուն պիտի վերապրենք ու Աստծու հետ քայլենք։ Ամեն։ Դուք նկատել եք, որ ասում ես կյանքս անցավ, բա ինչի հասա, բայց չունեմ, բայց չկա։ Իսկ եք Աստվածային հայացքով ոնց է, դու հավիտենական կյանք ունես։ Բա տանս հարցը ոնց ալնել, երկնքում տուն ունես, հանգիստ տեղի, այս ժամանակավորի մեջ լավ կլինի տուն ունես։ Գիտեք, հավիտյան անդե չի վերջանալու, պատկերացնում ես։ Չես ասելու, այ մարդ բան չմնա, ձմեռա գալու։ Այնտեղ կարաս մի 1000 տարի ծիծաղած չի բռնում։ Գիտեք ինչա, հավիտենականությունը չի վերջանում։ Ու այսօր Աստված այդ հավիտենական բնավորություններն է ուզում ձևավորել։ Իստես ժամանակավորի մեջ, որտեղ կա չար աշխարհը, խաբեբայություն, սատանան ասում է, վերջը դե կաղում ես պետք։ Լսի, բայց Աստված ասում է, դու ինձ պետք ես։ Աստված ասում է, քո մոտ ամեն բան կստացվի։ Ես մի հատ պատմություն եմ ուզում նորից հիշացնեմ, շուտ տելի պատմել եմ, որ մի հատ կայարանում մի հատ գնացք կանգնում է, որ գնացքի մեջ նկարիչ է նստած ելնում։ Ու մի 5 րոպեով այդ կանգառում կանգնում է կայարանի, տերում է մեկը փող է մուրում, նստած փող մուրացկան է։ Փող է մուրում, կեղտոտ տեսքով սենց առանց լվացվել, շորերը պատրված եւ այլը, սկսում է նկարել այս նկարիչը։ Մի 5 րոպեով մեջ արագ նկարում է։ Դիմանկարը նկարում է, բայց սիրուն տղամարդ է նկարում։ Հագնված, սափրված, փողկապով, կոստյումով ու տալիս է պատուհանիչացնում, ասում է, եղբայր, ես նկարեք, ես նկարիչ եմ, քեզ նվիրում եմ, վերցնում այդ նկարը նայում է, դնում է սիրուն տեսք։ Մենակ աչքերն անում է, մնացածը սա փոխվել է։ Եկել ասում է, բայց ես եմ, ասում է, իմ աչքերով դու սենց ես երևում։ Խափնված ես այդ կյանքին, որ նստել ես փող ես մուրում։ Ժամանակն է փոխես կյանքդ։ Ու այդ մարդ իր վերջերը հավաքում է, ասում է, փաստորեն ես չի հասկանում, որ սխալ եմ ապրում։ Գիտեք, այսօր երկնքից Աստված նայում է, ասում է, դու կանչված չես հիվանդ ապրելու, դու կանչված չես տանջվելու, դու կանչված ես վայելելու, որովհետև ես քո հետ եմ։ Դու կանչված ես հաղթանակներ տոնելու, դու կանչված ես Աստծո փառքը տարածելու։ Իսկ երևույթը քեզ համոզում է, որ դու թեկուզ Հիսուսի հետ ես, մեծ դժբախտի մեկն ես։ Թեկուզ Հիսուսի մոտ ես քո մոտ, ծաղի մոտ ստացվում է, մեջներից կյաժը դու ես, չի նմախվել քո մոտ։ Բայց Աստված ասում է, ախ Երանի, դու իմանաս ես քո համար ինչ եմ պատրաստ։ Ախ Երանի, իմանաս քո հայրը ով է։ Սերներ ու գիտեք ինչ, այսօր հոգևոր աշխարհում, եթե սատանան գիրի դու հայտնություն չունես, եթե դու չես հավատում կամ այս բնագավառում հավատում ես, այս բնագավառում չես հավատում, նա միշտ քեզ համոզել է որ քո մոտ չի ստացվի։ Դու ես պետք։ Բայց երբ որ դու հասկանաս, որ դու ընտրյալ ես, որ Աստված քո համար կոչում ունի, որ դու ապագա ունես, որ դու կանչված ես մեծ բաներ անելու համար, այսի ժամանակավոր է, իմացի որ դու մեծ հաղթանակներ կտոնես։ Ամեն բան գալիս է քո մեջի հայտնությունից։ Դու հավատում ես որ թագավորի վզավակ ես։ Դու հավատում ես այս թագավորության պրոցեդուրան ոցագործում։ Նայելով Հիսուսին տեսնում ես ոչ մի պարտություն չունի Հիսուսը։ Երկրի վրա գալի ասում են հարկ են ուզում, փող չկա։ Չի ասում գնացեք պարտ կարեք, ասում է գնա մի հատ ձուկ բռնի ու ձկան փորից մի բան կանես իմ ու քո տեղը կտաս։ Գիտեք կան ուժեղա, այսօր ինչ խնդիր ունես, եթե Աստծո ձայնը լսես, քո մասնագիտության մեջ մի հատ արժեքավոր բան հայտնի կստանաս ու մենակ քո տեղը չտաս։ Բեր եկեղեցի Հիսուսի տեղն է։ Բայց Հիսուսի համար էլ ուճարես, որ Հիսուսը աղքատներին կերակրի, որ Հիսուսի գործը առաջ գնա։ Գիտեք, եթե դու Աստծո հետ ես ապրում, տենում ես ինչքան էլ ասում են ձուկ բռնելու սեզոն չի, եթե Տերը ասում է գնա բռնելու, կբռնես։ Ամեն։ Եթե ասում են այս սեզոնը, այն սեզոնը չի, այն սեզոնը այն չի, այնին չի, բայց եթե Տերը քո հետ է ու ասում է արա ու դու անում ես, ստացվում է։ Ու այսօր այդ Աստված ոչ մի պարտություն չի կրել։ Այսօր ես մեր բնավորությունից եմ խոսալու, եթե դի մեր մեջ ձևավորենք, իմացի հաղթանակներ ես տոնելու, իմացի զորություն է գալու, իմացի օրհնված ես լինելու։ Ամեն։ Այսօրվա վերնագիրը այսպես է, հանդարտություն։ Գիտեք, էսի իմ սիրած բառն է, իմ կյանքի ուղեցույցներից մեկն է, որ գրել եմ, տան պատիս էի գրել մի բաղ, ես ես նախանձավորության եմ, նկարիչների որ տենում եմ, ես մի նկարչությունով եմ զբաղվում, ասում Աստվածաշնչից մի հատ խոսք ասեմ, կարաս նկարես։ Ասում եմ, ոնց խոսք ասես։ Գցում էի մտքերի մեջ, տարբեր խոսքեր էի ասում, գնում էի մտքերի մեջ, հետո ասում էի, հա խոսք ասել հեշտ է, բայց ոնց կարելի է պատկերացնել։
Որ այդ հանդարտության համար մի օր հասկացա ոնց կարելի է պատկերացնել։ Պատկերացրեցի, որ խաղաղ ջրերի մեջ կայնած ես, բայց բանի վրա, կղզու վրա ես կայնած։ Ու նայում ես երկինք, կողքդ կարող քամիներ լինի, բայց երկնքից զորություն է գալի։ Ու քո վրա չի ազդում փոթորիկները, շփոթությունը, որտեղ դու հանդարտ Աստծուն ես պաշտում։ Հալելույա։ Գիտեք հոգևոր կյանքի ինչի է նման Աստծոյ քայլելուց, որ սա աշխարհը խառնվելու է, բայց քո մոտ ոչ մի բան չի խառնվելու։ Նայել են դեմքիդ ասին, ախպեր մի բան չհասկացան, այս քո վրա չի ազդում։ Այ հեչ չի ազդում քո վրա։ Այս երկրից չես։ Գիտեք լսեք, երբ որ արտաքինից է կախված մեր կյանքը, իհարկե մենք այս երկրից ենք, մենք ենք շփոթվում, բայց երբ որ մեր կյանքը կախված է հոգու դրսևորված իրավիճակներից, մեր վրա չի ազդում ոչ մի բան։ Դուք այստեղ եք։ Ուզում եք ավելի պարզ բացատրեմ, երբ որ ծառը տնկված է ջրի արվի մոտ, ուզում է երաշտ լինի, անձրև չի լինելու 3 տարի, այ մարդ տակից ջուր ունի, իրան պետք է անձրև կլինի, թե չի լինի։ Դուք այստեղ եք։ Աստված ասում է ինձ ապավինողը ջրերի գնացքում տնկված ծառի պես է։ Դուք տեսել եք ջրերի գնացքում արվի մոտ տնկված ծառի վիճակը։ Ուզում է անձրև գա, չկա իրան ընդհանրապես հետաքրքիր չի։ Գիտեք որ ծառերին անձրև շատ հետաքրքիր, որ այդ չոլի մեջ տնկած է, կամ այս ծառերում, այդ խեղճ ծառը չորն է, եթե անձրև չկա։ Բայց մեզ Աստված տեղափոխել է ջրերի գնացքում տնկված ծառի պես։ Հալելույա։ Այսօր մենք խոսանք նույնպես ոնց հասնենք ջրերի գնացքին։ Ոնց տեղափոխվենք, ոնց գտնենք։ Եսայի 30:15։ Ասում Տեր Աստված, այսօր քո եկեղեցին չի կարիք ունի, ես էլ հետ ասեց հանդարտության, ու դուք պետք է հանդարտվեք, որպեսզի հրաշք ընձեք։ Ու գիտեք ինչ է գրված։ Այսպես է ասում Տեր Աստվածը, Իսրայելի Սուրբը, դառնալով եւ հանդարտ կենալով փրկվում ենք։ Երբ որ դարձին գալի դեպի Աստծուն ու հանդարտվում ենք, փրկվում ենք։ Հետո շարունակում է։ Հանդարտվելը լավ բան է, բայց կա հանդարտությամբ։ Հետո շարունակում հանդարտությամբ, այդ հանդարտվելը ինչ ավելի ոնց որ ընդլայնված, ավելի բարգավաճումով այդ հանդարտությամբ եւ ապավինելով կլինի ձեր զորությունը։ Բայց դուք չեք ուզում։ Այդ ինչ ասում։ Հեսա խոսանք ինչ է նշանակում Աստծուն ապավինել, ու ինչ է նշանակում հանդարտվել։ Օրինակ ես մեծ բան ասեմ, որ գիտես քո ծնողը կամ քո աղբերը կամ քո մաման հաստատ որ քո հետ ու սոված չես մնա, ամ փող ունի, ամ լավ ճաշ է ու որ մեկը կանհանգստանա, այ մոտ տնես վաղաց ուտելու ենք։ Այ մարդ դի մաման մտածի, պապան փող էլ ունի, լավ էլ ձեռ ունի։ Դու էպիկ ուտենք, դե չի։ Իմ երեխեքը ոչ հետաքրքիր է ճաշի մասին ոչ ջոկս են անում։ Գիտեք չեն անհանգստանում։ Հանդարտությամբ եւ ապավինությունով կլինի ձեր զորությունը։ Զորություն գիտեք ինչ է նշանակում։ Զորություն նշանակում է փակ դռները կբացվի։ Զորություն նշանակում է դու Աստծո հետ փոխհարաբերություն կունենաս։ Զորություն նշանակում է չարի գործերը կքանդվի քո կյանքում։ Զորություն նշանակում է անհնարինը հնարավոր կդառնա։ Զորություն նշանակում է նեղությունից դուրս կգաս։ Զորություն նշանակում է կբժշկվես։ Ուտել շարունակ, կարամ խոսամ այդ զորության վրա։ Որտեւ Աստծո խոստացումը ոչ ձեր ուժով, ոչ ձեր զորությունով, այլ Աստծո հոգու զորությունով, Աստծո հոգով կլինի հաղթանակներ։ Ոստեղ Աստված ասում է հանդարտությամբ եւ ապավինությունով կլինի ձեր զորությունը։ Հետո շարունակում է. դուք չեք ուզում, ախր ուզում եք, ոչ չեք ուզում, հետո շարունակում է, խի չենք ուզում։ 16 խոսք, դուք ասում եք, ոչ, այլ ձիով փախչենք, այսինքն արագ անենք ամեն ինչը։ Դրա համար փախչելու եք արագ ընթացի վրա հեծնեք, դրա համար արագ ընթաց են լինելու ձեզ հալածողները։ Ստեղ խոսում եմ մի բանի մասին, հանդարտ ապրելն ու ապավինելը շտապելու հետ չի։ Եթե դու շտապում ես մեջդ, շտանեք, պրծավ, կորանք, պրծավ, այդ ինչքան վրազես, այնքան խնդիրները չատանալու է։ Դուք այստեղ եք։ Հերիք այլ աշխարհում այնքան ես տանջեք ես, իմ եկել ես ասում, էլ ոչ քեզ տանջի, ոչ Աստծուն, ոչ էլ եկեղեցին։ Հələ հանդարտվի էլի։ Ասա չգիտեմ, ինչը ոնց Աստված գիտի։ Օրինակ նկատել եք Աստծո բնավորությունն ու ստեղծագործությունը, օրինակ արևին որ նայում ես, հասկանում ես Աստծո բնավորությունը։ Գիտեք ինչու՞։ Աստված նայում ես արևին, չի շարժվում, ո՞վ է տեսի արևը թափով շարժվի։ Կամ նայում ես կայնացա։ Բայց մի բան հաստատ գիտես, 12-ին իր տեղում է, 6-ին իր տեղում է, դուք այստեղ եք։ Նեշ որ 12-ը գալիս արևը մնացել են լուսաբացի մոտ, կներեք չհասցրի կամ։ Չէ, Աստված մեզ կարգ է դրել, արևը չի ուշանում։ Այդ գիտեք ինչ է։ Մեր Աստված չի շտապում, բայց նույնպես չի ուշանում։
Իմ հետ կրկնի, ասա իմ Աստված չի շտապում եւ չի ուշանում։ Հալելույա։ Բարդիրոջը։ Ձեր 1000-ը մեկ սպառնալիքի առաջին 5 սպառնալիքի առաջին դուք պիտի փախչեք, մինչև որ մի ձողի պես մնաք սարի գլխին, մի դերոշակի պես բլուրի ծայրին։ Դրա համար Տերը սպասել է որ ձեզ ողորմ է եւ դրա համար բարձրանալ է որ ձեզ գտա, որովհետեւ Տերը իրավունքի Աստված է։ Երանի այն ամենին, որ սպասում են նրան։ Գիտեք, մենք չենք սիրում սպասել։ Այ Աստվածը ասում է, եթե շտապես ձողի պես սարի գագաթի մեջ ձող ես նառնալու։ Բայց ասում է Տերը սպասում է որ քեզ ողորմի։ Սպասում է երբ ես դու իրան սպասելու։ Բոլորը գալիս է, գարունն եկավ, սիրելի Հայաստանա բնակներ, տեսեք որտեղ խոպան կա, ինչ գործ կա, էլ մի նստեք տունը հերիք է, մի տեղ գնացեք, կապ չունի, իսկ Աստված ասում է Երանի, որ ինձ սպասես։ Ավելի լավ է, քիչ փող աշխատես, չխափնվես ու անիմաստ չչալվես, քան թե գնաս գաս տենաս, արա խի ժամանակս կորցրեցի, խի քան իմ ընտանիքի հետ կլինեի։ Դուք այստեղ եք։ Երանին էր որ սպասում Աստծուն։ Գիտեք, եթե դու տեսիք ունես, Աստվածաշունչը ասում է տեսիքը շտապում է իր աղջանին։ Ամեն սպասի դրան։ Գիտեք, սպասելը գլուխը դնել բարձին քնելը չի, սպասում են աղոթքով, սպասում են ծոմով, սպասում են Աստծո խոսքը կատարելով, Աստծուն ծառայելով են սպասում Աստծո տեսիքին։ Ամեն։ Հալելույա։ Սիրելիներ, այսօր սա աշխարհը շտապողական է, վռազ է։ Մենք 3 տարում երգ փոխենք։ Ես եկա 4 տարում սա հացը ձրի եմ անելու։ Ես լրեն եմ անելու։ Ուշը սպես խոստումներ են տալի։ Իսկ Աստված ասում է, ես քեզ հայտնություն կտամ ուժ եմ տվել, որ դու ստեղծագործես, առատություն ունենաս, ցանես ու առատընծես, ես օրհնեմ քո արտը։ Գիտեք, ես ինչքան վկայություն եմ լսել Մարտունում հենց, Վարդենի գյուղում, որ մի հատ քույրիկ եկել ասում է, հովիվ խաչիկ ասում է, բոլորի կարտոշկի թփերը հելելա, իմս վաբշե չի հելել։ Դες կողից ասում են, բա ոնց ես անելու, գնաք հանդի լոբի սարքի։ Ինքն է մեծ, առանց ամուսին կին է։ Առավոտ կանուխ այդ մարտի վրա չոքում է 4-ին։ Ասում է Տեր, դու գիտես, մեր ապրուստն է էսի։ Ինչ ենք անելու։ Էդ էլ արդեն այս սեզոն արդեն շո թուփերը սա բոլորի բարձր է, չկա։ Քուջուր։ Դե ինչ հրաշք գալու։ 5 օրվա մեջ թփերը գալի խփման բոլորի թփերից անցնում է։ Ամեն։ Այդտենց Աստծո ենք պաշտում։ Հալելույա։ Ես վկայություն գիտեմ էլի Վարդենի գյուղում։ Քույրիկը մոտեցավ, ասում է, այդ կովի այդ կաթպատուկի մասը չի բան է բորբոքվել է, չենք կարող կթենք, բայց դա մեր ապրուստն է։ Ինչ անեն։ Ասում եմ, արի աղոթենք, ինչ ասեմ։ Երբեք անասունի համար չեմ աղոթել։ Չունեմ անասուն աղոթել։ Ու գիտեք ինչ, աղոթում է, գիտեք մյուսը լույնտեն մաքրված, ոչ մի բորբոքում ոչ մի չի բան։ Գիտեք, մեր Աստված ամենակարողն է մեզ օգնելու, բայց Աստված ուզում է որ հանդարտ իրան ապավինես։ Մենակ մարդ կա, մի տեղը ծակում է, միանգ վայ, ես իրան ամբուժել է, հələ զանգի մի հատ կատեյով ռենգ է, այ մարդ հələ համբերի։ Ես մի հատ բժիշկի հետ խոսացի, ասի քո կողք այնքան դժվար է հրաշքի հավատալը։ Մի տեղը ծակեղը կմա նկարելու։ Այդ նկարվելուց ասենց են, այսպես նայում են դեմքիդ, արդեն դու չկաս։ Վերջ սա։ Լսել կարաս մեծ երկնքով նկարանավես նոր այդած բժշկի։ Առաջինը որ քեզ ինչ լնում է, դիմի երկնքի դեղորայքին։ Ես դեք ոնց եմ անում, ես աղոթում եմ, եթե չբժշկվա նոր գնում եմ բժշկի։ Դու այստեղ ես։ Ես մի հատ բժիշկ ունեմ, ինքը ասել է ես քո բժիշկն եմ։ Ում բժիշկն է Հիսուսը ստեղ։ Դե ամենագլխավորին դիմի սկզբից էլի, եթե ինքը կասի գնա նոր կեթաս։ Չէ, մենք գլխավոր չեմ սիրում։ Իմ ձևեր ունեմ։ Դե գնա փողերը ծախսալի։ Չէ, հիմա ապահովագրություն կա։ Ես մի հատ բարեկամ ունեմ, ինչ ծրի է դարել թոշակառուներին, ամենով ընդ է։ Տղեն զանգել ասում է Խաչի ջան, մի բան ասա էլի ասում է, քեզ կլսի, քշեր, ցերեկ վազում աշկի հատակն է ստուգում, չգիտեմ ինչ է ստուգում։ Ոչ մի բան 70-ից մարդ է, բայց ոչ մի խնդիր չունի, բայց նարսեկիտ ստուգում է։ Վերջը ստուգես, ասին չէ, սրտի հետ ոնց որ, բայց բան չկա։ Ժողովուրդ, դեք իսենց ասում, եթե ստուգվում ես ապահովության համար լավ է, բայց որ վախից ես գնում ստուգման, դա լավ բան չի։ Վախից ամեն ինչ կստացվի քո մոտ, վատ բան։ Հավատքը վախից շտամին է։ Ու ես ձեզ ուզում եմ այսօր ասեմ, խոսալ եմ հանդարտության ու ապավինության մասին։ Հանդարտությունը, տեսել եք ասում, արդարը առյուծի պես ապահով ազգում, որ հարյուծ ուտում է, չէ՞ մի բան կերակուր։ Գիտեք չոլի մեջ ոնց է քնեմ։ Ոնց որ այդ սաղ այ անտառն իրանն է։ Հետաքրքիր չի, կողից ով կանցնի, չի անցնի, այնքան ապահով քնում է։
Հանգարց բորենի, մորենի, օգոս ասում սենց ամսակ փախնում են։ Արդարը առուցի պես ապահով է, դու այստեղ ես։ Ասում են ես տարի սենց ալնել, լսի, ես չգիտեմ ես տարի ինչ ալնել, մի բան գիտեմ, աստվածի մետ, ու ես օրհնված եմ ելնելու, ու դու էլ։ Հալելույա։ Սերնես, ես ունում հիմա անդարտությունը կարանք շարունակենք սանը մասին է խոսքը, որ այնքան ես վստահում ասում, որ հեչ պետք չի, գիտես ամեն ինչ լավ ալնելու։ Հիմա պատկերացրա, դու մարտունիում նստած ես, մի հատ հարց կա, որ ես կարամ լուծեմ, ու դու չգիտես ոնց պետք է, բայց ես զանգում ասում, ես գալիս եմ այդ հարցը լուծեմ, 2 ժամ համբերի, ինչ ես կարծում, կվատանաս կնգնես, թե կասես 2 ժամից լուծվելու է, մեր եղբայրը գալիս է, համաձայն ես իմ հետ։ Հալելույա, ապա ոնց 2 ժամից հանդիպել եք այդ հարցը լուծվելու է։ Օրինակ եմ ասում, չեմ կարես ամեն հարց լուծեմ, օրինակ եմ ասում։ Ամեն։ Այդ չես անհանգստանա։ Գիտեք ով անհանգստանում, ուշի բան չի տենում, չի հասկանում։ Ես մամա քեզ մարգարեական բան ասեմ։ Եթե գալիքը հաստնաս Աստծով, երբեք չես անհանգստանա ներկայի համար։ Դուք այստեղ եք։ Նորից եմ ասում, եթե գալիքը տեսնես, ասես բա ոնց անենք տեսնենք, ջանքար Աստծո այդ վարվիկը տեսնես։ Հիմա ուզում գնանք ապավինության մասը խոսանք։ Եկեք գրեթե խոստացում հանդարտությունով ու ապավինությունով ազնիվ զորություն։ Հիմա ես ուզում Երեմիայի մարգարեություն բացենք 17:5-ից։ Այսպես է ասում Տերը։ Լսեք։ Անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն է ապավինում։ Լսեք։ Այն մարդը, որ հույսը դնում է մարդու վրա, թեկուզ իր բազուկի վրա, թեկուզ նախագահի վրա, քերու տղու վրա, հոպարի տղու վրա, Աստվածաշունչը անիծյալ է դա։ Ոսից ոնց չի անիծյալ։ Որտեղ մի օր կարող խափի չանի քո։ Կարող է մի օր քնի չզարթնի։ Կարող է մի օր բանկրոտ լինի ու քեզ չօգնի։ Անիծյալ է մարդուն ապավինողը, ու հետո շարունակում է։ Նա Մոշենի պես պիտի լինի անապատում, պիտի բարի եկած ժամանակ շտեսնի, պիտի բնակվի անապատի այրված տեղերում, աղի անբնակ տեղերում։ Ով որ մարդուն է ապավինում, իմ հույսը հերս էր, արել հերս մեռավ քաշկանք ախպեր։ Ամե ուշ թե շուտ հետ մեռնելու է։ Իմ հույսը մեզ էր, մեզ մեռավ է ճաշենք ուտում։ Չա։ Լսի Աստված ասում Աստծուն ապավինի, սիրի հորը, մորը, իր օրհնություններից օրհկտվի, իր այփած ճաշը օրհնի, գոհացի, բայց հույսը պետք է դնես Աստծո վրա, որ Աստված է քեզ օգնելու։ Գիտեք, բացի Աստծուց ինչին ապավինես, կռապաշտություն է դառնում։ Բացի չերևացող, որտեղ ինքը արարիչն է, արարիչին երկրպագողը, արարիչին պաշտողը, ճիշտ է աստվածապաշտություն է, արարիչից բացի ցանկացած արարչագործության, լինի մարդ, լինի քաշ, թռչուն, ինչ ուզում արարված լինի, պաշտես, դառնում է կռապաշտություն։ Գիտեք, չենք ասում բացի Հիսուսից ուրիշ Աստված չկա, որտեղ նա է արարիչը։ Մուհամեդի գերեզմանը փտում է ոսկորները։ Կրիշնայի ինչքան աստվածներ ուզում ես ասա, մեռել են հողի տակ փտում են։ Հիսուսի գերեզմանը դատարկ է, որտեղ նա հարություն առել ու նա երկնքում է։ Հալելույա։ Հիմա ասում է, նայեք շարունակում, նա իր նայեք, նա նման կլինի, հիմա շարունակում ենք 7-րդ խոսքից։ Օրհնյալ լինի այն մարդը, հիմա ասում օրհնված այն մարդը, որ Տիրոջն է ապավինում եւ նրա հույսը Տերն է։ Գիտեք ոնց են ապավինում, որ հույսը մենակ իր վրա է։ Ես ոչ մի հոբիվի վրա հույս չունեմ, ոչ մի բիզնեսմենի, ես իրան եմ ապավինում։ Մենք ուզում ենք շենք սարքենք, ինչ ես կարծում, հույսը տուն վրա է։ Տիրոջ, դու վստահ ես ասում։ Իսկ քո արծերի մեջ հույսը տուն վրա է։ Հիմա ուզում նույնպես բացատրեմ, ստե բացատրումը ոնց են ապավինում ասում։ Ով ուզում բացատրությունը լսի։ Բարերը այնքան հեշտ ասել է, ես Աստծուն եմ ապավինում։ Հիմա գործողությունով ասում Աստծուն ապավինողը ոնց ապավինում։ Առաջինը նրա հույսը Տերն է։ Ոչ թե հույսս Ռուսաստանն է, կամ Եվրոպան, կամ Ամերիկան, իմ հույսը Տերն է։ Գիտեք ինքան հետաքրքիր թռչունները։ Վերցնենք ցիտիկներին, ջնջող։ Գիտեք փոքր ցիտեր են։ Ոչ մեկի վրա հույս չեն դնում։ Մեկը մի օր հասատալի հանգարց ծտերը շատ ասես, թռեք գնացեք արա մի օր հաստավի սաղը դեկակ, էլ հաշի տալի։ Բայց թռչունների համար Աստված կերակրում է։ Պետք է մեծ Աստված ունենք։ Մի օր մտածեցի առավոտը, որ 14-րդ հարկում է ապրում, լուսամուտից նայեցի, ծիծեռնակներն այնքան շատ թռնում են վերևի հարկում։ Վերևի հարկերը մոծակներ չեն կարող հասնել, որը ծիծեռնակները ճանապարհին ուտում են։ Առաջի երրորդ հարկերը մոծակը լիքն է, բայց 14-րդ հարկում մոծակները չեն կարող հասնել վերև, ծիծեռնակները ուտում են։ Բայց հիմա որ ապրում եմ սեփական տունը, ծիծեռնակ չկա այդ կողմերը, սա մլակ ու մոծակ պետք է պատերազմ ես։
Ու գիտեք, ես մտածեցի, Տեր Աստված, ինչքան ցիծեռնակ կա, այսքան ցիծեռնակը ո՞նց է կերակրվում։ Մի օր մի հատ մասնագետ ասի կարաս ասես մոտարապես ինչքան ցիծեռնակ կլինի Երևանում։ Ասում եմ, բան ոչ մեկ չի կարող պատասխանի։ Ասում ես պատկերացնես ոչ մեկ սոված չի մնում։ Բոլորին Աստված կերակրում է։ Այս ցիգան ձուկ ինչքան հանում են, այնքան շատանում է։ Փորը բացվես ինչքան իգրակա, մի ձկան փորի մեջ հազարավոր զապասով ձուկ է դրած Աստված։ Գիտի մարդկանց, որ վեգայել սա փչացնեն ուտեն, այնքան շատ արել որ չկարողան ընտրծնեն։ Նայեք ինչ ասում, նրա հույսը տերն է, նա նման կլինի մի ծառի, հիմա համատում եմ այս ծառի հետ, նայեք ինչ ասում, որ տնկված է ջրերի մոտ, և նա իր արմատները կձգի գետի մոտ, և չի տեսնի տաքություն եկած ժամանակ, այլ նրա տերևները կանաչ կլինեն, երաշտ տարին է չի վախենա, չի դադարի պտուղ տալուց։ Ես հիմա ուզում եմ բացատրեմ, նա նման կլինի մի ծառի, գիտեք ինչ է նշանակում, որը տնկված է ջրի մոտ, ջուրը գիտեք որտեղ ալնում, եկեղեցում։ Ծառին ջուր ապետ, եթե ջուր չեղավ, ծառակ չորանա, ասում նա տնկված է, մի հատեղ որ միշտ ջուր կա, բայց հետո շարունակում է։ Ջուրը լավ է, բայց քիչ է, հետո շարունակում է։ Նա իր արմատները կձգի գետի մոտ, գիտեք ինչ է նշանակում արմատները կձգի գետի մոտ։ Գետ նշանակում է ջրի աղբյուր։ Ինչ որտեղից ջուր է գցում։ Իր արմատները փոշու կեղտի մեջ կենթանի ջրին եմ անգալի, թեկուզ ինչ ջրում եք, շնորհակալ եմ, որ ինձ օրհնեցիք, բայց ես այդ օրհնողին ուզում եմ անձամբ ճանաչեմ։ Դուք այստեղ եք։ Արմատը կեղտոտ, փոշոտ, գիտեք արմատի հաջողությունն չի, որ սիրուն տեսք ունենա։ Արմատի հաջողությունն է, որ աղբյուրին գտնի ջրի։ Դուք այստեղ եք։ Երբ որ ծառի արմատը գտավ աղբյուրին, իրան էլ ոչ հետաքրքիր է երաշտը, ոչ հետաքրքիր է էս։ Ամեն։ Ծառը առաջինը ջրի կարիք ունի, որ ջրվի, բայց այն ծառը, որ գտնում է գետին, գտնում է գետի աղբյուրին։ Գիտեք ոնց ենք ապավինում Աստծուն, ամեն օր Աստծուն փնտրելով, ես ուզում եմ անձամբ քեզ վերապրեմ։ Ես ուզում եմ իմ ներսը քո ձայնը լսեմ։ Ես ուզում եմ իմ տեսիլքը քեզանից առնեմ։ Ես ուզում եմ իմ հաջողվելու գաղտնիքը դու ասես։ Ես ուզում եմ այնքան քեզ համոզված լինեմ, որ այս աշխարհը ինչ ուզում լինի, ես այնքան ապահով եմ, որովհետև ես քեզ վերապրել եմ։ Դա է Աստծուն ապավինելը։ Հետո շարունակում է։ Չի տեսնի տաքություն եկած ժամանակ, իր վրա տաքություն, մաքություն չի ազդում։ Սա ասում են, երաշտ է, խեղդվանք ասում են, ինչ եք ասում, գալով չեմ ասկնում։ Ասում են, հո դու այլ մոլորակային չես ախպեր։ Երկրի վատ ասում ես, իմ մոտ լավ է, Հիսուսն է իմ Տերը։ Չի տեսնի, նայեք ինչ ասում, տաքություն եկած այլ նրա տերևները կանաչ կլինեն։ Երաշտ տարին էլ չի վախենա եւ չի դադարի պտուղ տալ։ Գիտեք տերևները որն է ծառի։ Որ գիտեք այդ ծառը որ ջրերի մոտ տնկված է գետերի մոտ, դուք նկատել եք միշտ տերևները կանաչ է մնում։ Քո սերունդը կանաչ կլինի, երբ որ դու Աստծուն ես ապավինում։ Քո սերունդը հետո գրածը չի էլ դադարի պտուղ տալուց, կապ չունի ինչ հանգամանք է, Աստված օրհնում է, պտղաբեր ալնելու։ Նայեք ինչ ասում։ Աստծուն ապավինողը եկեղեցու չի շարժվում, բայց ոչ միայն եկեղեցու տիրոջն է փնտրում, որ գտնի։ Ես ծոմ կվերցնեմ, ես կաղաչեմ, Տեր, ես ուզում եմ, որ դու եկեղեցու գլուխն ես, որ ես քեզ վերապրեմ, ես ուզում եմ անձամբ քեզ վերապրեմ, դու ես եկեղեցու Տերը։ Հալելույա։ Այդ ծառաները ասում են Աստծուն վերապրել են, ես էլ եմ ուզում քեզ վերապրեմ, որովհետև ես քեզ եմ ապավինում ու իմ քայլերը ցույց է տալի, որ առաջինը տնկված եմ ջրի մոտ, իմ հույսը դու ես, ոչ մի մարդ չի, եւ նույնպես իմ արմատները, թեկուզ դժվարությունով, թեկուզ քարեր ճեղքելով, օձեր ճեղքելով, գնում է հասնում է կենթանի աղբյուրին։ Երբ որ դու նայես իրան, այնքան ապով ես գալու։ Երևույթը գոռալու է, այս դու իր խայտնությունն ես նայես իրան։ Պետրոսը տեսավ Հիսուսը ջրերի վրա քայլում է, մեկ էս զարեց, օ, շիշ դա կլինի ես քայլեմ։ Տեր ասա ես եկամ, բայց ինձ ուշ կարևորացում ասա ես եկամ։ Ասում է եկ Պետրոս։ Ու Պետրոսը նայելով Հիսուսին քայլ անում ջրի վրով։ Բայց հենց փոթորիկներին նայում սուզում անորից։ Այսօր քեզ մի բան ասեմ, մի նայի փոթորիկներին, նայի Հիսուսին։ Կասես ո՞նց են Հիսուսին նայում, հետաքրքիր է։ Որ անկյունով նայեմ, երկնքի որ մասն եմ որ Հիսուսին նայեմ։ Լսի այն խոսքը որ քեզ ասել է, այն որ փնտրում ես իրան, այն որ փափագում ես, այն որ հույսդ ինքն է, ու որ ինքը մեռելներից հարություն տվող Աստված է։ Ես չեմ մեռնելու, ինձ Աստված չի ասել մեռնելու եմ։ Ինձ Աստված լա տեսիք ունես, պետք է գնաս ավետարանը քարոզես։ Ես Աստծո օրհնյալն եմ, իմ մոտ կհաջողվի, ես չգիտեմ ում մոտ ոնց, իմ մոտ հաջողվելու է։ Երբ որ այդ խոսքերը իշացնում ես, դա նայել է Հիսուսին։ Հալելույա։ Գիտեք ինքան աղի հարցեր նայել եմ, ասում տե Աստված ոնց ալնելու, ոթենաս ոնց ենք անելու, մեկի Աստված ասել է Սուրբ Հոգով։ Ասում ահա, բա մեր անելիքը որն է, Սուրբ Հոգուն չխանգարես։ Ոսից ոնց ենք խանգարելու Սուրբ Հոգուն։
Անհանգստությունով, լարվածությունով, լսի, ես Աստծուն եմ սպասում։ Մի անգամ գնացել էինք մի հատ պանսիոնատ աղվերան, մի հատ անհավատ ընտանիք էի կանչել, որը հանցագործ տղա է, եկել է մեր եկեղեցի ժողովուրդը, հենց էլ էժան մի հատ տեղ էինք վարձել, ուտելիքի փողն քիչ են վերցել, նորմալ ճաշը չեն տալի։ Ջրիկ ճաշը ոչ կարտոշկա կա մեջ է, ոչ միս կա, ոչ տերևներ էր մեջ է։ Ոնց որ ծառից խաղերը փելեցել են մեջ է։ Որոշում ես, այս պանսիոնատի ղեկավարը գիժա ինչ ես փողը վեկալ էսի ճաշա է։ Չեմ ես, օգտակար ճաշակ երեք թույթ է։ Արը սաղոր է օգտակար ճաշ ուտելով սոված էին մնում։ Ու գիտեք ինչ եղավ, այս եղբայրը սենց անում։ Մի բան ասում, բայց հալարած ես աղբեր, ասում խի, ինչ հանգիստ կռիվ չկաց մահոլոքոստեիք։ Վերջ ապաշխարեց գնացել է զանգել է ինձ։ Խաչիկ եղբայր ջան, այն պանսիոնատի հասցեն մի աստվածա, այդ ինչ շենք էր աղբեր, մտանք հանգստություն կտանք ասմա, ընկերներից տանեմ թո դզվեն։ Արասում էդի շենքի բատերից չի, որ հանգստություն կտանք։ Էդի մեր միաբանությունով էր, որ աստծո ժողովուրդն էր, որ շենքի պատերը չի, որ ինքեն գիտի պանսիոնատի շենքերն էր, պատերն էր։ Եկես մո հա ճիշտ ես ասում։ Ժողովուրդ իֆոր ես ու դու միաբան ենք, չէ խաղաղ։ Աստված հանգիստ անում է։ Ժողովուրդ գիտես ինչ, որտեվ հոգ չես անում։ Գիտես քո արծերի համար խես հոգսան, որտեվ մտածում ես Տերը դու ես։ Նայեք հիմա ապավինողը գիտի Տերը Հիսուսն է։ Հենց գծերից ընկնում ես ծեր տան մեջ։ Ես քանել ես այ ախպեր։ Տան գլուխն ես, տան գլուխ չի շանգում Տերն ես։ Հիսուսն է Տերը։ Մենք ասում ենք եկեղեցում Հիսուսն է Տերը, այդ մենք տուն Տերը մենք ենք դառնում։ Դե որ Տերը Հիսուսն է, մի անհանգստացի որ երեխեքի վանդացել աղոթի, Աստված կօգնի, կբժշկվի, թեկուզ բժշկի տանես, մի վախի։ Մի համատի աշխարհի հետ, վայ, լսել եմ աշխարհում սենց ալնում, աշխարհում շատ բան ալնում, Աստծո հետ ուրիշ ձև է։ Գիտեք, մի անգամ Վարդենի գյուղում համեստնես տունը, տնային հավաքույթի ժամանակ մի հատ ծեր պապի տատի մի հատ բարերով երեխա բերեցի, որ պամփերսից այդ հետևի մասը բորբոքվե կարմրել էր, ասում այնքան ամիսներով բժշկի ենք տարել, ինչ դեղ ասես սկսել եք չի օգնում։ Քիչ ես համեստ։ Ասի արեք աղոթենք, ապաշխարից աղոթեցինք, մեկի մի շաբաթ բերեցին, տեսանք մաքրված սա հետևը։ Ասում ոչ մի դեղ չեն կարել, հրաշք ա եղել։ Գիտեք, այս աշխարհը, եթե հայտնություն ստանա, որ բժիշկների բժիշկը Աստված է, բոլոր հարցերը կբժշկի։ Հալելույա։ Իհարկե բժշկությունն էլ Աստված ստեղծել, բժիշկներին էլ հայտնություն տվել Աստված։ Մեր Աստված զորավորը։ Հալելույա։ Ժողովուրդ այսօր ինքան վկայություններ եմ հիշում, գիտեք, մենք Միացյալ Նահանգներ մի հատ լավ ընկերներ ունենք, լավ ընտանիք, պատմում է, որ ինչ աղիքային խնդիրների մեջ աղիքը ծակվել է, քիմիա այնքան ստացել է, աղիքը ծակվել է։ Ու պատկերացրեք, հետո չգիտեմ ինչ սխալելի բան ա լինում, ամբողջ օրգանիզմը թարախ ա լցվում։ Արդեն վերջ ասում են, տանում է ռեանիմացիա, թարախը սա օրգանիզմի մեջ է, չգիտեմ ինչից ու բժիշկները չեն հասկացնում, արդեն չեն կարող ասեք ինչ կլինի։ Դե որ նախկինում էլ քաղցկեղ ունեցել, կինը ասում կանգնած վիրահատ այդ ռեանիմացիայում աղոթելու վաղտ, ասում տենում ես սպիտակ շորերով մեկը հայտնվով։ Ասում համ տենում եմ, համ չեմ կարող մոտենալ։ Ասում եկեք տեսա ստեղից փորից մի հատ պայթյուն եղավ ու թարախը գցում է դուրս։ Պատկերացնում ես վիրահատություն անում էր հեշտակը։ Ասում ձեն տվեցի եկան տեսան մի 3-ից 5 լիտր թարախ էր դուրս եկի օրգանիզմից։ Ու հրաշքով բժշկով, մի սորը տարան տուն։ Պատմել աստեղ չէ ոնց էր։ Հալելույա։ Ժողովուրդ այդպես մեծ Աստված ունենք։ Այդպես խեղճ Աստված չի, չէ, գյուղերում չի կարող Աստված օգնի, հատկապես այս գյուղում մեջ չէ։ Ժողովուրդ Աստծո համար տարածք կա, ինչ է կարծում։ Օրինակ ասեմ, ինչ գյուղ ուզում ես վերցրա։ Ամեն գյուղում միլիոնատեր կա, չէ՞։ Համաձայն եք իմ հետ։ Թեկուզ Աստծունը չունի։ Կա թե չկա։ Հələ գնա Աֆրիկա։ Կամ որ ուզում ես ամենասոված երկրները գնա, մեկը հարուստ կա։ Լսի, բայց հարուստների հարուստը մեր Տերն է։ Ուզում դու օրդություն դառնաս ուրիշներին կերակրես։ Գիտեք Աստծո էությունը, որ աշակերտները սոված են, ասում դուք տվեք։ Ուրախ ու հավատքը։ Փոթորիկա ինչ անեմ, ես քեզ ասեմ մեռնելու ես, ես քեզ ասեմ գետին անկում անցնելու։ Փոթորիկը սաստի։ Սերներ, այսօր խոսալով հանդարտության ու ապավինության մասին, ասեմ քեզ, դրա մեջ զորություն կա, անձդ սովորեցրու, առաջին իրան վերապրես ու ճանաչես, ու ամեն խառը վաղտ մի հատ նայի հոգուտ։ Գիտեք հոգևոր մարդով, որ իրավիճակներին չի նայում, ինչ ասին, ինչ լուր եկավ, ինչը պոտություն, այլ նայում հա ներսը։ Ամեն։ Մի անգամ եկավ անելս ասեց, գնացի փոքր տղայից Իսահակին դպրոցից բերում, դպրոցում չի։ Ժամը մինչև 5:30 անեն գալի դպրոցում չի, երևի երկրորդ դասարան էր։
Սա խառնվանք տնեցիքով իրար իսակ, մեկ ես ծաղոտում ասում հլենայի հոգուտ նա, ասում ոնց նայեմ, ասում անհանգստություն կա, ասում չի, ասում հանգիստ տեղ իսակ գտնեք։ Մեկի բարձր 15 տարի այլայրաստու մուլտիկ նայեն, ոչ մեկի չի ասել։ Ողքի շենք մուլտիկա նայեն, մենք սա խառն ենք դպրոցով, թաղամասերով, շոշերով ընկել ենք ման են գալի։ Երբ որ օգուտ ես նայում, օրինակ շփոթությունա, չգիտես ինչ պետք է լինի, սովորի ներսդ նայես անհանգստություն կա թե չկա։ Տեր կորչում ենք, վերջնեք ավ կորչում ենք, տերը քնած ավ հանգիստ, ասում ինչ կորչել։ Ոչ մեկը չենք կորչելու, մենք կորչողների ցեղից չենք, մենք հավիտենական ապրողների ցեղից ենք արդեն։ Մեզ Աստված փոխել է։ Մենք էլ կորչող չենք։ Աշխարհը կարա կորչի, բայց Աստծուն ապավինողները, Աստծուն հետևողները, Աստծուն տեր ընդունողները, այլ կորչողներից չեն։ Աստծուն հետևողները զորավորներ են։ Երբ որ դու խռով, օրինակ վիրավորվող ես, ատելություն ես պահում, Աստծու սահմանափակում ես։ Երբ որ դու անհանգստության մեջ ես, նույնպես ոնց որ Աստծու թևերը կապես, բայց երբ որ հանդարտ ու խաղաղ ես, Աստված չարժվում է։ Ինչ է կարծում, Աստված գիտի որ դու խնդրի մեջ ես, թե չէ։ Չէ, այ մարդ Աստված չգիտի, ոչ ոքի հեչ պետք է չի, այդ ոչ մեկին չգիտեն, բայց Աստված հաստատ տեղյակ է։ Ու այսօր ուզում եմ քեզ ասեմ, ով աղոթում որ Աստված կհանի ամեն դժվարությունից։ Արեք իրար սիրելի հայր, ես ուզում եմ վկայություն տամ քո փառքի համար, թե ինչպես դու ինձ հանեցիր իմ դժվարությունից։ Շնորհակալ եմ, որ շուտով կվկայեմ ու դուք փառավորվես։ Ամեն։ Ժողովուրդ, մի սնվի անհավատությունով մի սնվի հավատացյալ մարդկանցով։ Բացական մարդիկ, որ քեզ վախ են սերմանում, դրանցից մի սնվի ինտերնետի ալիքներից, մի սնվի ալիքներից, որ քեզ բացական տրամաբանական շատ, բայց անդունդա դա տրամաբանությունով։ Լսեք, մենք տրամաբանությունով չենք փրկվել, մեր տրամաբանությունով չենք ապավինում։ Մենք ապավինում ենք մեկին, որը բարձր է մեր տրամաբանությունից, որ արարիչն է, որ ամենակարող Աստվածն է, որի համար անհնարին բան չկա։ Գիտեք մարդիկ, որ մեծ բասեին են, չէ՞ կառուցում։ Գիտեք ինչքան ֆիլտրներ ու մոտորներ են առնում, հատուկ քիմիական նյութեր, ջուրը մաքուր լինի։ Բայց Աստված ինձ ստեղծել է, միշտ մաքրվում է։ Գիտեք Աստծո հրաշքը որն է։ Աստված ծով է ստեղծել, Աստված լճեր է ստեղծել, գետեր միշտ ինքն իրար մաքրվում է։ Եթե մարդը հույսին մնար Սևանը, հիմա փչացը թափել են գնացել էր։ Բայց որ Աստված է, չէ՞, գիտեք փչանում էլ է, տերմոտում է, ինքն իրան բժշկվում է։ Ինչ որ Աստված, գիտեք այսօր ջուր էին խմում ճանապարհին կնոջս հետ։ Որ ասում ես ինչ լավն է ջուրը, որ կա։ Միշտ չեմ լսել մեկին ասի, ջրից հոգնեցի, վերջ, այլ ջուր չեմ խմելու, անցնում եմ կոկա-կոլայի, դից ցավը գտնի, չէ՞։ Ինչը մարդն անում, օրինակ նայեք, մի բան ասեմ ձեզ։ Այս ծաղիկները սիրուն է, վատը չի, բայց ինչա մարդու ձեռ ակա, արդեն սովորական է, ոչ մեկին դերակ չի։ Բայց այս նույն ծաղիկը գնաց սարի վրա տենաս, ասես ո՞ա, ինչ հաճելի է։ Ամեն օր այդ սարի վրա այդպես նույն ծաղիկին տենաս, որտեղ Աստված ասել է չես հոգնելու, բայց ինչքան է սիրուն նկարիչները նկար բերեն, մի երկու օր հետո սովորական է դառնում։ Ամեն օր բարձրանաս Սևանին նայես, հաճույք ես, հանգստանում ես, ծափոցը լսես։ Բայց որ Սևանը նկարես կպցրեց ձեր տան պատին, երկրորդ օրը սովորական բան պետք չի։ Գնում ես սարերին ես նայում, այդ Սևանի կողքի, ընկռասնի կողմ, ասում ես ինչ հավես ամեն սարը տարբերակը մեկից մի քիչ բարձր է։ Գնում ես նայում ես երկինքին, երկինքը միշտ տարբեր է, նույնը չի լինում, ամպերը միշտ ձևը փոխվում է։ Ինչքան է լավ երկինքը նկարես, սարերը նկարես, երրորդ օրը, որտեղ մարդու ձեռ է կպել։ Երանի քեզ օքո կյանքին ոչ թե մարդու ձեռ կպնի, այլ Աստված ձևավորի քո օրիգինալությունը։ Մի նմանվի ոչ մի մարդու, նմանվի արարիչ Աստծուն։ Սերիս, այսօր խոսում եմ հանդարտության եւ ապավինության մասին, որտեղ դրա մեր զորություն կա։ Ու ես քեզ մի բան ասեմ, երբ որ քո կյանքում մի բան չի ստացվի, ինչ ան քո երեխու մոտ չի ստացվի, Աստված, Աստծո հետ մոտիկանալով Աստված ավելի մեծ բաներ կարանի քո երեխու միջոցով։ Սերիս, այսօր ուզում եմ մի բան ասեմ, երբեք ուշ չի, քանի տարեկան ես, կապ չունի, Աստծուն ապավինի, Աստծուն փնտրի, Աստծու ջրերի մեջ գնա, Աստծուն ապավինողը եկեղեցում Աստծուն փնտրում։ Աստծուն ապավինող իր սերունդով ասում ենք պետք է Աստծուն պաշտենք։ Աստծուն ապավինող ասում ես իր համար պտուղ պետք է բերեմ։ Աստծուն ապավինող ասում ես կենթանի աղբյուրին պետք է գտնեմ։ Աստծուն ապավինողը Աստծուն ուրախացնում է։ Ու մեկ է խնդիրներ ասում են գոռալ, վերջ, ֆինանսական խնդիրներ, հիվանդության ամուժելի։ Ասում ես Տեր, ես մի բան եմ խնդրում, ինձ ուշ դուր հանդարտ անցնեմ այստեղ, որտեղ ես քոնն եմ։
Գնացել էինք Ռիմա քրոջը տենայինք, մեր քուրիկին ստեղ նստած է։ Գնացել եկել էր մի ռես։ Սիրտը կանգնել էր մի քանի վայրկյան, գնաց Ռիման ուրախացած, տրամադրությունը լավ, ասում է հալելույա, փառք Հիսուսին։ Ռիմայի համար տղեն այք է Մոսկվայից, փող եմ տալու մի քանի $1000 սարք դնենք սրտին, Ռիման համաձայն չի։ Հիմա այդ տղեն ինձ կանչել առանձին, ասում է քեզ կլսի էլի մաման։ Դու հովիվ ես, ասա, թող համաձայնվեք մի քանի $1000 սարքը դնենք։ Լսեք, կենտրոնում է շոկ հիվանդանոցը։ Ռիման էլ պատմա, որ գնացի վերևից վրիշներին տեսա, ինձի հետ ուղարկեցին, խաչի եղբայրից բան չի լինի, ուրախ եմ։ Մեկ ես տղուն ասի, ախպերս ուզում ես, մաման, լավ լինի։ Տարեք Մարտուն է, շոկից կմեռնից դե։ Տարեք Մարտուն է, շոկ սենյակից անեք, պլանի գլուխ շոկ մի հատ հիվանդանոց, ասի տարեք մի ամիս, եթե տենանք սիրտը լավ չլինի, նոր այդ սարքը կդնեն։ Անցել է տարիներ։ Հալելույա, եկեք փառք տանք Աստծուն։ Հալելույա։ Ձերից մեր Աստված տիրում ու թագավորում է։ Այսօր այդ Աստված ուզում է քո կյանքը փոխի։ Ուզում է հանդարտ ինքան ապավինես։ Մեկը դու շատ բան չես կարող անես, Աստված կարա։